Բարևում եմ ձեզ, բարի երեկո եմ ասում։ Իհարկե Հայաստանի բոլոր քաղաքացիները իմ հայրենակիցներն են, միանշանակ։ Ես առաջներթն ուզում եմ խոսեմ պարոն մեր նախագահ պարոն Իլհամ Ալիևի մասին, արդեն երկրորդ անգամ որ նավթամթերք նրա ուղարկում Հայաստանին, լավ է անում, ճիշտ է անում, ողջունում եմ, եւ այդ 4 հոգուն ազատեց, բոլորը դատված էին, նրանք էլ ազատվեցին, գնացին Հայաստան, լավ է, թող անի։ Այդ խաղաղության ուրեմն պայմանագրի համար առաջին քայլերն է, թե այդ քայլերը գիտեմ, որ հետագայում էլ կշարունակվի։ Հիմա գիտեք ինչի մասին եմ ուզում խոսել։ Անմիջապես ես դիմում եմ պարոն վարչապետ Փաշինյանին։ Ինչի մար։ 3-4 օր սրանից առաջ ուրեմն Ադրբեջանի տարածքներում ականապատված տարածքներում 3-4 հոգու զոհվեցին։ Ինչի մա զոհվեցին։ Եվ ձեզ եմ դիմում, պարոն Փաշինյան, եթե խաղաղություն եք ուզում, եթե բարեպալուս եք ուզում, գնալ գալ եք ուզում, ինչի մար դուք այդ ականապատված տարածքների քարտեզը չեք ներկայացնում Ադրբեջանին։ Ինչի մար։ Որ ինչ մարդիկ զոհվեն, հա։ Գիտեմ, որ ոմանք կասեն, այդ 4-5 հատ թուրք զոհվե, հետո ինչ, դե այդպես չէ։ Դա այդպես չէ, ովքեր որ այսպես են մտածում, շատ սխալվում են։ Գիտեմ, այդ Օսմանյան դաշնակները անմիջապես կուրախանան։ Դրանով գործ չի դզվում, չի լուծվում։ Պարոն Փաշինյան, անմիջապես ձեզ եմ դիմում։ Այդ ականապատված տարածքների քարտեզները ներկայացրեք, թող մաքրվի։ Ինչքան փող են ծախսում։ Այդ 20-30 տարի է պետք որ մանգալով գտնեն, որտեղ ինչ կա, նոր հետո ազատվենք։ Այնա դուք այդ քարտեզները ներկայացրեք, դրանով էլ հարցերը թող լուծվի։ Մեկ էլ գիտեք ինչ կա, բոլոր հարցերում, այնա Ադրբեջանին մեղադրում եք։ Ինչ հարց ուզում է լինի, անմիջապես մեղադրում եք, բայց ձեր արածների մասին էլ խոսացեք, որ քանի տարի է որ այդ քարտեզներ չեք ներկայացնում, որ թող մաքրվի, ազատվի այդ տարածքները։ Անցյալում ես Սալավյովին լսեցի, բայց այդպիսի մի կոմենտ գրեցի, որ Սալավյովը եթե այդ կոմենտը Հայաստանի մասին խոսացել էր, գիտեմ, լսել եք, դիտել եք։ Ուրեմն Սալավյովին այդպիսի պատասխան տվեցի, որ եթե այդ կարդար կշշմեր արդեն, կցնդեր։ Հիմա դե ողջունում եմ մեր պարոն Իլհամ Ալիևի այս քայլերը, թող գնալ գալ լինի, բարեպալուս լինի, թե առևտուր լինի, թող լինի, ինչ կա դրա մեջ, բայց այդ քարտեզները ներկայացրեք, մարդիկ ինչի մար պետք է զոհվեն։ Ուրեմն անմիջապես ես պարոն Փաշինյանին եմ դիմում, չգիտեմ այս իմ ելույթը կդիտեն կամ չեն դիտի, կամ անվտանգության կոմիտեի աշխատակիցներ կամ կներկայացնեն, ես ուղղակիորեն ես դիմում եմ պարոն Փաշինյանին, այս հարցերը լուծեք, թող խաղաղության պայմանագիրը կնքվի։ Ես գիտեմ, էլի Օսմանյան դաշնակները արանքը սկսել են խառնելը։ Ես միշտ ճիշտն եմ ասում, ես միշտ Փաշինյանի կողքին եմ եղել, պրոպագանդայի ժամանակ, ընտրվելու ժամանակ։ Այսօր էլ դրա ես կողքին եմ կանգնում, բայց դա ընկեր չեմ ասում, մեր ժամանակ ընկեր էին ասում, ընկեր չեմ ասում, պարոն Փաշինյան եմ ասում, այս հարցերը լուծեք, ես խնդրում եմ։ Այս հարցերը լուծեք, քարտեզները ներկայացրեք, թող հարցերը ավելի շուտ լուծվեն, բարեպալուս լինի, գնալ գալ լինի, արդեն հերիք է բոլա։ Տեսնում եմ, ամեն ինչ լավ է, կարգին է, միայն թե անցյալում ասել եմ, հիմա էլ եմ ասում։ Օսմանյան դաշնակների թափթփվածներից դուրս վրընդեք Հայաստանից, հերիք է բոլա, զզվացրեցին արդեն մարդկանց։
Հայաստանի քաղաքացիները էլ ինչ պիտի անեն։ Եվ ես հաստատ գիտեմ, որ 26 թվականում մեր պարոն Փաշինյանը կընտրվի որպես վարչապետ, բայց իմ խնդրանքը լսեցեք, խնդրում եմ։ Այդ ականապատված տարածքները քարտեզները ներկայացրեք։ Բարի գիշերներ եմ ասում, ստեսություն եմ ասում ձեզ։